Բարև ձեզ, Վարշավայից իր աշխատանքն է շարունակում ՎՏ Հայաստան Նյուզը։ Ես Ռազմիկ Մարտիրոսյանն եմ, այս թողարկմանը կներկայացնենք։ Ընդդիմադիր Արեգնազ Մանուկյանը 2 ամսով կալանավորվել է։ Արձակուրդում գտնվող Նիկոլ Փաշինյանը չի մոռանում ՀԴՄ-ի մասին։ Սև էկրան լրատվական թողարկման փոխարեն աննախադեպ իրավիճակ Հունգարիայում։ Վարդավառին կփակվեն Երևանի կենտրոնական փողոցները։ Ընդդիմադիր Արեգնազ Մանուկյանը 2 ամսով կալանավորվել է։ Նրան մեղադրանք է առաջադրվել մայիսի վերջին կալանավորված Անդրանիկ Թևանյանի գործով, որը մեղադրվում է լրտեսության և պետական դավաճանության հոդվածով։ Մանուկյանին 3 ձերբակալել են իր բնակարանից և տարել քննչական կոմիտե։ Նախկին պատգամավորն անակնկալի էր երկել, փորձել նկարահանել քննիչների այցը։ Մոտ 1 ամիս առաջ իրավապահները խուզարկել էին Մանուկյանի բնակարանը, նրան հարցաքննել որպես վկա։ Ըստ իրավապահների, Արեգնազ Մանուկյանի թիմակից Անդրանիկ Թևանյանը Ռուսաստանի օգտին լրտեսություն է արել, հավաքագրվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների կողմից և 2 տարի առաջ Ռուսիա Կովկաս աշխարհաքաղաքական կենտրոնի տնօրենին, ով ըստ իրավապահների օտարերկրյա գործակալ է, $622,000 դիմաց պետական գաղտնիք պարունակող տեղեկություններ է փոխանցել։ Դրանք վերաբերում են 2024 թվականի ապրիլին Ազգային ժողովի փակ գաղտնի նիստում կայացած լսումներին, որոնք սահմանազատման թեմայով էին։ Իրավապահները կասկածում են, որ հենց Մանուկյանն այդ տեղեկությունները փոխանցել Թևանյանին։ Արձակուրդ, բայց վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մոռանում ՀԴՄ կտրոնների մասին։ Նա տեսանյութ է հրապարակել այդ թեմայով։ Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասել էր, որ հուլիսի 10-ից 29-ը ներառյալ կգտնվի արձակուրդում։ Արձակուրդ, բայց չենք մոռանում ՀԴՄ-ի մասին։ Ուզում եմ հիշեցնել, որ ՀԴՄ-ն սա չի, ՀԴՄ-ն սա է, եւ ցավոք սրտի որոշ տեղերում պետք է հիշեցնել ՀԴՄ-ի մասին, որովհետեւ ինքնուրույն չեն հիշում։ Հանրային լրատվամիջոցները չպետք է ստեն։ Մենք ներողություն ենք խնդրում, որ տարիներ շարունակ արել ենք դա։ Համաշխարհային լրատվամիջոցների պատմությունը նման բան դեռ չէր տեսել։ Նույնիսկ կոմունիստական վարչակարգերի անկումից հետո պետական հեռուստաալիքները հրապարակայնորեն չէին խոստովանում, որ տարիներ շարունակ խաբել են իրենց հեռուստադիտողներին։ Բուդապեշտում հայտարարել են պետական քարոզչության դարաշրջանի ավարտի մասին։ Երեքշաբթի օրը M1 հեռուստաալիքի հեռուստադիտողները սովորական լրատվական թողարկման փոխարեն տեսան սև էկրան, կատարյալ լռություն և ընդամենը 1 նախադասություն։ Հանրային լրատվամիջոցները չպետք է ստեն։ Մենք ներողություն ենք խնդրում այն բանի համար, որ դա արել ենք այսքան տարիների ընթացքում։ Այժմ հանրային լրատվամիջոցներն անցնում են վերափոխումների միջով։ Լրատվական թողարկումները ժամանակավորապես կասեցված են։ Մնացեք մեզ հետ։ Վիկտոր Օրբանի ընտրական պարտությունից հետո պետական հեռուստա և ռադիո ալիքներից անհետացան լուրերն ու քաղաքական ծրագրերը։ Եթերը դադարեցվեց, իսկ լրատվական խմբագրության ղեկավարությունը պաշտոնանկարվեց։ Սա արևմտամետ Պետեր Մադիարի նոր կառավարության առաջին աղմկահարույց քայլն է, ուղղված այն մեդիա համակարգի ապամոնտաժմանը, որը 16 տարի շարունակ սպասարկում էր Վիկտոր Օրբանի իշխանությունը։ Ինքը վարչապետը առանց դիվանագիտական համեստության հայտարարեց. նրանք ստում էին գիշերը, նրանք ստում էին ցերեկը, նրանք ստում էին ամեն ալիքով։ Հիմա այդ ամենին վերջ տրվեց։ Օրբանի օրոք պետական լրատվամիջոցները վերածվել էին իշխանության գլխավոր գործիքներից մեկին։ Նրանք տարիներ շարունակ հունգարացիներին վախեցնում էին միգրանտներով, պատմում, թե Բրյուսելն իբր երեխաներին պարտադրում է LGBT քարոզչություն, իսկ Ուկրաինան ցանկանում է Հունգարիային ներքաշել պատերազմի մեջ։ Իշխանության ընդդիմախոսներին հայտարարում էին երկրի թշնամիներ, իսկ կրեմլյան խոսույթները ավելի ու ավելի հաճախ էին մատուցում որպես լրատվություն։ Հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին Ռուսաստանից պարբերաբար սպառնում են գազի գնի թանկացմամբ։ Միևնույն ժամանակ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին առաջարկել է կառուցել 1 կամ 2 բլոկով ատոմակայան։ Սրան զուգահեռ Միացյալ Նահանգներից հնչում են պաշտոնական հայտարարություններ Հայաստանում մոդուլային ատոմակայան կառուցելու ծրագրի վերաբերյալ։ Ինչ են նշանակում այս բոլոր հայտարարություններն ու դրանց հնարավոր իրականացումը Հայաստանի էներգետիկ անվտանգության համար։ Թեմայի վերաբերյալ կզրուցենք ՄԱԿ էներգետիկայի գծով ազգային փորձագետ Արա Մարջանյանի հետ։ Պարոն Մարջանյան, այս պահին ռուսական գազին այլընտրանք տեսնում եք, որովհետև հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին Ռուսաստանից պարբերաբար սպառնում են գազի գնի թանկացմամբ, ինչ այլընտրանք կա այս պահին։ Սկսենք թվերից, մենք տարեկան մոտավորապես 2.7 միլիարդ խորանարդ մետր գազ ենք ստանում Ռուսաստանից, մոտավորապես 300-350 միլիոն խորանարդ մետր Իրանից։ Այս պահից տարածաշրջանի մեր հարևանների մոտ գազ չկա արտահանելու,
դա վերաբերվում է նաև Ադրբեջանին։ Ադրբեջանի ամբողջ գազը արդեն կոնտրակտավորված է եւ վաճառված է առաջիկա 10 տարիների ընթացքում Եվրոպային, հավելար 2.5-2.7 միլիարդ խորանարդ մետր Ադրբեջանը գազ չունի Հայաստանին մատակարարելու։ Տարածաշրջանային այլընտրանքը Իրանից գազի մատակարարման ավելացումը, սակայն մոտակա տարիներին չեմ կարծում դա իրատեսական ծրագիր է։ Այս առումով կարծում եմ, որ ռուսական գազի ներկրումը դեռ տարիներ կլինի մեզ հետ։ Իրանի հետ կապված ինչու չեք կարծում, որ դա իրատեսական ծրագիր է։ Բաներանումն է, որ Իրանի գազի պաշարները գտնվում են Իրանի հարավում, իսկ Իրանը հսկայական երկիր է եւ գազի տրանսպորտային խողովակաշարային ենթակառուցվածքը այնքան էլ զարգացած չի, որ այդ ծավալի գազը հասնի Իրանի հյուսիսային սահման եւ մատակարարվի Հայաստանում։ Չնայած դա լուծելի խնդիր է, սակայն կպահանջի ժամանակ, փող եւ ջանք։ Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանին առաջարկել է կառուցել 1 կամ 2 բլոկով ատոմակայան, սրան զուգահեռ Միացյալ Նահանգներից հնչում են պաշտոնական հայտարարություններ Հայաստանում մոդուլային ատոմակայան կառուցելու ծրագրի վերաբերյալ, ինչ են նշանակում այս առաջարկներն ու դրանց հնարավոր իրականացումը Հայաստանի էներգետիկ անվտանգության համար։ Միանգամայն իրավացեք, այդ առաջարկները սեղանին են, ընդ որում ռուսական կողմի առաջարկը պարունակում է թե ավանդական մեծ զորությամբ ռեակտորներ, ինչպես նաև փոքր մոդուլային ռեակտորներ։ Այս պահից աշխարհում միակ շահագործող երկիրը, որը շահագործում է փոքր մոդուլային ռեակտորներ, դա Ռուսաստանն է, եւ մեկ պիլոտային ռեակտոր աշխատում է Չինաստանում։ Կառուցվում են եւս երկուսը, նույնպես Ռուսաստանում եւ Չինաստանում։ Այս պահից Միացյալ Նահանգներում գոյություն չունի աշխատող փոքր մոդուլային ռեակտոր, գոյություն չունի փոքր մոդուլային ռեակտորի նախագիծ, որը կստանար լիցենզիա, միակ լիցենզիա ստացված նախագծի ընկերությունը իրեն սնանկ ճանաչեց եւ աշխատանքները սառեցրեց այդ ուղղությամբ։ Այդպես որ այս պահից իրատեսական փոքր մոդուլային ռեակտորների առաջարկ Միացյալ Նահանգներից գոյություն չունի, սակայն 7-8 տարի հետո դրանք կհայտնվեն, սակայն 7-8 տարի հետո Հայաստանի համար շատ ուշ է։ Հայաստանը պետք է այս տարվա ընթացքում կամ գալիք տարվա առաջի կեսին արդեն որոշում կայացնի եւ ձեռնամուխ լինի նոր ատոմային բլոկի կառուցման աշխատանքների։ Դրանք տևական աշխատանքներ են, կտևեն 7-10 տարի առնվազն, այդպես որ մինչև 2036 թվականը մենք առանձնապես ժամանակ չունենք սպասելու, այն պահին, երբ որ Միացյալ Նահանգներում, Ֆրանսիայում կամ այլ երկրներում փոքր մոդուլային ռեակտորները կդառնան լիցենզավորված տեխնոլոգիա, կկառուցվեն առաջին ռեակտորները եւ կկուտակվի դրանց շահագործման փորձ։ Մենք պարզապես ժամանակ չունենք այդ ամենին։ Իսկ կանանչ էներգետիկայի առումով իրավիճակն ինչպիսին է։ Հայաստանում, ինչպես հավանաբար լսել եք, գրանցված է աննախադեպ առաջընթաց արեգակնային ֆոտովոլտաիկ կայանների օգտագործման համար, տեղակայված հզորությունը հասել է 1100 մեգավատ արեգակնային պանելներ Հայաստանում, դրանք արտադրել են անցած տարի մոտարապես 1.3 միլիարդ կիլովատ ժամ, ինչը ընդհանուր էլեկտրական էներգիայի արտադրանքի մոտ 14%-ն է։ Այս 14% ցուցանիշը տարեկան ողջ արտադրանքի մեջ Հայաստանը ուղղակի բացառիկ տեղ է դնում մեր ողջ տարածաշրջանում։ Օրինակի համար նշեմ, որ Թուրքիայում 25 թվականին արեգակնային պանելները արտադրել են մոտարապես ընդհանուր արտադրանքի 7.5%, այսինքն 2 անգամ ավելի քիչ քան Հայաստանը։ Վրաստանում դրանք արտադրել են 1%-ից 1%-ի չափով, այսինքն 10 անգամ ավելի քիչ քան Հայաստանը։ Իսկ Ադրբեջանում արեգակնային PV պանելներից արտադրանք ավելի քիչ է քան 0.1%-ը։ Այսինքն Հայաստանը առաջ է Ադրբեջանից այդ ցուցանիշով 100 անգամ։ Այդպես որ առաջընթացը շատ տպավորիչ է։
Եվ եթե ամփոփենք մեր զրույցը, պարոն Մարջանյան, այս պահին էներգետիկ անվտանգության առումով Հայաստանի իրավիճակը եթե գնահատելու լինեք, ինչպիսին է այն։ Լարված, բայց կառավարելի, կան մի քանի կարևորագույն խնդիրներ, ընդ որում դրանք հիմնականում կապված են, այսպես ասած, ներքին տնային աշխատանքների կատարման հետ։ Առաջին ստրատեգիական խնդիրը դա նոր ատոմային բլոկի կառուցումն է։ Դրան կհավելեի հիդրոակումուլյացիոն կայանի կառուցման անհրաժեշտությունը։ Իրականում Հայաստանը ունի պահուստային հզորություններ էլեկտրական էներգիայի, մարդկոցային պահուստային կայանների լուծումը այնքան էլ հիմնավորված չէ, այստեղ ամենահեռանկարային լուծումը հիդրոակումուլյացիոն կայանն է։ Մյուս կարևոր խնդիրները կապված են հեծի եւ բեցի հեռանկարների հետ, հեծը, ինչպես գիտեք, գտնվում է նոր այս մասնավորեցման կամ պետականացման որոշները ասում են փուլում, այս գործընթացներ եւ բեցը կանգնած է մոդեռնիզացիայի անհրաժեշտության առաջ, կարծում եմ այս խնդիրները նույնպես տնային աշխատանքի խնդիրներ են եւ դրանք հաջողությամբ կլուծվեն գալիք ամիսների կամ առնվազն մի տարվա ընթացքում։ Հայաստանի եւ Եվրասիական տնտեսական միության հարաբերությունները կրկին հանրային քննարկումների կենտրոնում են։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցականի տակ է դրել արդյոք ԵԱՏՄ-ն գործում է իր հիմնարար սկզբունքներին համապատասխան։ Մինչդեռ միության անդամ երկրների ղեկավարները Հայաստանին կոչ են անում հստակեցնել իր ռազմավարական ընտրությունը։ Ինչ տնտեսական եւ քաղաքական հետևանքներ կարող են ունենալ այս զարգացումները Հայաստանի համար եւ ինչպես են դրանք գնահատում փորձագետներն ու քաղաքացիները։ Իմ գործընկեր Արմինե Մարտիրոսյանն է անդրադարձել թեմային։ Գործում է արդյոք Եվրասիական տնտեսական միությունն իր հիմնարար սկզբունքներին համապատասխան, հարցնում է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով հայկական ապրանքների արտահանման հետ կապված խնդիրների մասին։ Եվրասիական տնտեսական միությունը հայեցակարգային մի քանի դրույթների վրա է հիմնված՝ աշխատուժի, ապրանքների, ծառայությունների եւ ֆինանսների ազատ տեղաշարժ։ Եթե դա չկա, նշանակում է Եվրասիական տնտեսական միություն չկա, եւ Եվրասիական տնտեսական միությունը հարցին պետք է հստակ պատասխան ինքը կա թե չկա։ Մինչ վարչապետը կասկածի տակ է դնում ԵԱՏՄ-ի հիմնարար սկզբունքների գործարկումը, միության անդամ երկրների ղեկավարները Հայաստանին առաջարկում են հստակեցնել իր ընտրությունը՝ ԵԱՏՄ թե Եվրամիություն։ Վարչապետը նաև նշել է, որ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից, սակայն տնտեսագետների գնահատմամբ կարևոր է հասկանալ հնարավոր տնտեսական հետևանքները։ ԵԱՏՄ-ի գործունեությունը Հայաստանի անդամակցությամբ կամ դրանից դուրս գալով չի պայմանավորված։ ԵԱՏՄ-ն կշարունակի գործել, խնդիրը կայանում է նաև Հայաստանը ինչ կորուստներ կունենա։ ԵԱՏՄ անդամ երկրների հետ ընդհանուր առևտրաշրջանառությունը Հայաստանի մոտավորապես 36% է կազմում։ Միայն Ռուսաստանը արտահանումը կազմում է 26%։ Այսինքն մենք բավականին լուրջ կարող ենք առևտրաշրջանառության վնասներ ունենալ արտահանման մասով եւ ներկրման մասով։ Օրինակ էներգակիրների ավելի քան 80%-ը ներկրում ենք Ռուսաստանից։ Խոսքը վերաբերում է բենզին, դիզելային վառելիք, հեղուկ գազ, բնական գազ եւ այլն։ Տնտեսագետի խոսքով ռիսկային կարող է լինել նաև գյուղատնտեսության ոլորտը, որը կազմում է հնայի մոտ 7-8%։ Դրա հնարավոր վատթարացումը կարող է ազդել ոչ միայն հնայի կառուցվածքի, այլ նաև գյուղացիների կենսամակարդակի վրա։ Իսկ քաղաքագետները նույնիսկ չեն բացառում, որ խնդրի խորացման դեպքում կարող են առաջանալ հարաբերությունների սրման սցենարներ։ ԵԱՏՄ-ն իհարկե միանշանակ գոյություն ունի արդեն 11 տարի եւ կարծում եմ խոսել ԵԱՏՄ-ի ինքնալուծարման մասին դեռևս բավականաչափ վաղ է։ Ես մի փոքր բարդ եմ պատկերացնում, որ այսինքն ԵԱՏՄ-ն բոլոր ղեկավարները քննարկեն եւ հայտարարեն, որ այսուհետեւ ԵԱՏՄ չկա։ Իսկ ինչ կլինի, եթե ԵԱՏՄ-ն Հայաստանի համար չլինի։ Ռուսաստանը եթե շարունակի հավելյալ սահմանափակումներ մտցնել, ապա քանի որ մեր տնտեսական փոխգործակցության մասը կամ մեծագույն մասը ԵԱՏՄ շրջանակում դա հայ-ռուսական երկկողմն են, ապա կստացվի, որ դե յուրե շարունակելով մնալ ԵԱՏՄ անդամ, դե ֆակտո մենք կարելի ասել ԵԱՏՄ անդամակցությունից բխող այդ օգուտներից չենք օգտվի։ Կարծես թե այն ինչ որ ես եմ գոնե լսում Ռուսաստանից արձագանքները թե պետական եւ թե փորձագիտական մակարդակով, Հայաստանը արդեն բարեկամ պետություններից կարծես թե տեղափոխվել է չեզոք պետությունների դաշտ։ Մեր եթե ամեն ինչ գնա բացասական սցենարով, ապա չի բացառում, որ Հայաստանի վերջո հայտվի թշնամական պետությունների թվում։ Քաղաքական առումով դա թերևս նշանակում է հարաբերությունների էական փլուզում։ Կարծիքով այլընտրանք պետք է գտնվի։ Իմ կարծիքով ես իհարկե քաղաքագետ չեմ, բայց ինձ թվում է այլընտրանք չպետք է մնանք ինչ որ մի բանի վրա, ԵԱՏՄ-ն
կարող է վաղը միսօր փլուզվի։ Ընդհանրապես ժողովուրդն է տոժվում, այսինքն ոչ թե մենք, այլ ովքեր որ այսինքն աշխատում են ամբողջ տարին հողի վրա, իրանք են տոժվում, բայց ոչինչ, ճարը գտնում են, կապ չունի։ Կարևորը երկիրը պահպանելն է, ունենալ, ոնց ասեմ, ազատ երկիր համենայն դեպս։ Միշտ ինձ համար Ռուսաստանը եղել է իմ կողքին, իմ ընտանիքի կողքին։ Ես ապրում եմ Ռուսաստանում եւ շատ գոհ եմ Ռուսաստանից։ Можно я не буду отвечать, որտեղ կարող եք քիզ բաներ ասեմ։ Չեմ ասում։ У меня культурных слов нет, էլի որ ես ասեմ։ Ռուսաստանի մասին իմ համար փակվեց այդ հարցը այն ժամանակ, երբ Ռուսաստանը պատերազմի ժամանակ ծախում էր զենքը Ադրբեջանին։ Ու բացատրեցին, որ ոչ մի բան դա մենակ բիզնես է։ Այդ դրանով Ռուսաստանի հարցը իմ համար փակվել է։ Ռուսաստանից հետ կանգնելը իր պրոբլեմներ ունի, բնական է։ Չարտադրել է իր պրոբլեմները։ Մի խոսքով միացած տուպիկի մեջ ենք, որ չգիտենք ինչ անենք։ Այտենց հարց չեն լուծում։ Եթե մեծ եղբայր է համարում, մեծ եղբայրը չի պատժում։ Այ հակառակը փորձում է հարցի լուծումներ գտնել, սպառջելով ավելի հեռացնում են։ Նման մոտեցումով դրա համար հեռացել են իրանք բոլորից ու վերջում մենակ են մնալու։ Հայաստան-ԵԱՏՄ հարաբերությունների շուրջ քննարկումները շարունակվում են տարբեր մակարդակներում, թե ինչ ընթաց կստանան դրանք, ցույց կտան հետագա իրադարձությունները։ Արմինե Մարտիրոսյան, ՎՏ Հայաստան News, Երևան։ Վարդավառին կփակվեն Երևանի կենտրոնական փողոցները։ Հանրապետության հրապարակում սպասվում է համերգային ծրագիր հայտնի արտիստների, արտասահմանյան դիջեյների մասնակցությամբ։ Երևանի քաղաքապետարանը հրապարակել է փակվող փողոցների ցանկը։ Հուլիսի 12-ին Հանրապետության հրապարակում նշվելիք Վարդավառ 2026 տոնակատարությամբ պայմանավորված փակ կլինի տրանսպորտային միջոցների մուտքը Հանրապետության հրապարակ եւ հարակից փողոցներ հուլիսի 12-ին ժամը 7-ից 24:00 ներառյալ, ինչպես նաեւ Շահումյանի արձանի հարևանությամբ տեղակայվելիք մանկական գոտուն հարող միակողմանի նեղ փողոցը հուլիսի 11-ին ժամը 18:00-ից հուլիսի 12-ը ժամը 24:00 ներառյալ։ Հուլիսի 12-ի միջոցառման մեկնարկը կտրվի ժամը 12-ին։ Համերգային ծրագրից զատ լինելու են ջրային գոտիներ, մրցութային ծրագրեր։ Երեխաների համար լինելու են առանձնացված ջրային գոտիներ, որպեսզի իրենց ժամանակն անցկացնեն ավելի ապահով միջավայրում։ Վարդավառը կամ Հիսուս Քրիստոսի պայծառակերպության տոնը հայ եկեղեցու 5 տաղավար տոներից է։ Վարդավառի տոնին նախորդում է շաբաթապահք, իսկ հաջորդ օրն, ինչպես տաղավար բոլոր տոներից հետո, մեռելոց է։ Զանգվածային անկարգություններ Լոնդոնում։ Ֆրանսիա-Մարոկկո խաղից հետո վրդովված երկրպագուները խաթարել են երթևեկությունը, պայթուցիկ նյութեր օգտագործել։ Ֆուտբոլի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում Ֆրանսիային Մարոկկոյի հավաքականի 2-0 պարտությունից հետո Մեծ Բրիտանիայի մայրաքաղաք Լոնդոնում զանգվածային անկարգություններ են ընթացել։ Փողոց դուրս եկած մարոկկացի երկրպագուները Մարոկկոյի դրոշներն են ծածանել, խաթարել երթևեկությունը։ Համացանցում տարածված կադրերում երևում է, թե ինչպես է պայթյուններից հետո ծուխը օդ բարձրանում։ Փողոցներում երևում են նաև ջարդված իրերի մնացորդներ։ Ֆուտբոլի ամենահեղինակավոր առաջնության կիսաեզրափակչի ուղեգրի համար որոշիչ խաղից առաջ մտահոգություններ կային, որ անկարգություններ կարող են լինել Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, սակայն քաղաքում գիշերը խաղաղ է անցել տոնական մթնոլորտում։ Այս թողարկման համար նախատեսել էինք այսքանը։ Հետևեք մեզ ՎՏ Հայաստան News-ի Facebook-յան եւ YouTube-յան հարթակներում, որպեսզի բաց չթողնեք օրվա կարևոր նորությունները։